Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց։ Սկսում ենք նոր օր եւ նոր մենու։ Տեղավորվեք հարմարավետ եւ տեսեք, թե այսօր ինչ մենյու եմ պատրաստել։ Միգուցե կհավանեք, մի օր էլ դուք կպատրաստեք։ Դե ինչ, որոշեցի լավաշ թխել, այսպիսի կլոր փոքրիկ լավաշիկներ, հենց թավայի մեջ, ստացվել էր շատ լավ, ճիշտ է մի քիչ հաստեի բացել խմորը, բայց ոչինչ, ստացվել էր շատ համեղ, և մեր նախաճաշը եղավ իսկական հայկական նախաճաշ, լավաշ, կանաչի և խաշած ձու, իհարկե թարխուն ունենայինք շատ ավելի լավ։ Ձուն մաքրեցի, հիմա մեջտեղից կտրում եմ վրան, մի քիչ աղ եմ ավելացնում, սև պղպեղ և կարմիր պղպեղ և լավաշով կանենք բրդուճներ և թեյի հետ կվայելենք։ Դե ինչ սիրելիներս, եթե պատրաստվում եք նախաճաշել, բարի հախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Եվ այսօր մեր ճաշի ժամին լինելու է իսպանական ավանդական կերակուրներից մեկը՝ պաեյա։ Իմ ալիքում շատ կա, ես շատ եմ պատրաստել և մենք շատ ենք սիրում։ Դա բրնձով փլավ է, որը իրենք ունեն իրենց կանոնները պատրաստելու։ Ես վերցրել եմ թավան, սա հենց իսպանական պաեայի համար նախատեսված թավա է, իհարկե տանը դուք չեք ունենա, եթե ինձ հետևում եք ուրիշ երկրից, կարող եք պատրաստել ձեր տան թավաներից մեկը վերցնեք ամենամեծը և պատրաստեք։ Հիմա թավայի մեջ ձետ լցրեցի, տեղավորում եմ կարմիր բուլղարական պղպեղը մի թեթև պետք է տապակվի և միսը, որպեսզի երկու գործողություն միառժամանակ կատարեմ, երկուսը միասին դնում եմ թավայի մեջ, հետո պղպեղները հանելու եմ և թողնելու եմ միսը, որպեսզի ավելի շատ տապակվի։ Նաև ավելացնում եմ խոզի միս, դա ցանկության է, ուզում եք ավելացրեք, ուզում եք ոչ, պարտադիր չի։ Նաև կարելի է ավելացնել հավի մսի հետ նապաստակի միս, եթե տանը ունեք, որ սիրում եք, տարբեր մասերում պայան, տարբեր գյուղերում կարելի ասել պատրաստում են տարբեր ձևով։ Հիմա պղպեղները հանում եմ և թողնելու եմ միսը, որպեսզի մի քիչ էլ տապակվի, որովհետև դեռ տեսեք արյունոտ մասեր են երևում, ինչքան շատ տապակվի միսը, այնքան համեղ է ստացվում։ Միսը լավ տապակելուց հետո ավելացնում եմ այսպիսի լոբիների տեսակ, եթե տանը չունեք այս կլոր տափակ լոբիներից, ոչ մի խնդիր չկա, միայն կանաչ լոբի կարող եք ավելացնել։ Մի թեթև այսպես մսի հետ տապակում եմ, ավելացնում եմ տոմատի մածուկ, ավելացնում եմ կարմիր պղպեղ, հետո ավելացնում եմ սխտոր, դանակով լավ մանրացրած։
Եվ հիմա ավելացնում եմ ջուրը, եթե տանը ունեք արգանակ, շատ ավելի լավ ավելացրեք արգանակը։ Հիմա ջուրը լցնում եմ, այնքան մինչև որ միսը ծածկի, թողնում եմ մի քիչ եփվում է միսը, ջուրը սկսում է եռալ։ Հիմա ավելացնում եմ ասաֆրան, քանի դեռ չի սկսել եռալ, եթե եռացրած ջրի մեջ ավելացնենք, գնդիկներ են առաջանում, քանի դեռ ջուրը սառն է չի եռացել, ավելացնում եմ ասաֆրանը։ Սա համեղ համ է տալիս, նախատեսված է հատուկ պայաների, բրնձով, այսպիսի փլավների, նաև սուպերի մեջ են իսպանացիները ավելացնում, հետաքրքիր համ է տալիս արգանակին կամ փլավներին։ Հահան սկսեց եռալ, միսն էլ արդեն լավ եփված է, հիմա ավելացնում ենք բրինձը, ես մի քանի անգամ ցույց եմ տվել, այսպես եմ չափաբաժինը չափում բրնձի, բայց քանի որ ունեմ շատ նոր հետևորդներ, կրկնվում եմ, այսպիսի խաչ եմ անում, այնքան որ ջրից մի փոքր դուրս երևա, սա իդեալական չափսն է բրինձը եփելու համար, և տարածում ենք շատ հավասար, ինչքան հնարավոր է, որպեսզի եփելուց հետո բարակ և հաստ մասեր չմնա, բրինձը չլինի մի կողմը բարակ, մի կողմը հաստ։ Ահան, սիրելիներս, հիմա բրինձը լցնելուց հետո, իհարկե եռը մի քիչ կանգնում է, հենց սկսում է արդեն լավ եռալ, շատ մանր կրակի վրա թողնում ենք եփվի, և այստեղ արդեն տեղավորում եմ նախապես տապակված կարմիր բուլղարական պղպեղը։ Դե ինչ, և այսպես թողնում եմ եփվի մանր կրակի վրա, մինչև ամբողջությամբ ջուրը կգոլորշիանա։ Եվ իհարկե չենք մոռանում համտեսել աղը։ Ահա և սիրելիներս, պաեյան պատրաստ է, ստացվել էր շատ համեղ։ Հիմա կմատուցեմ և կվայելենք լիմոնով, կիտրոնով։ Ահա սիրելիներս, ընթրիքի համար էլ պատրաստում եմ բոլորիս կողմից իմ կարծիքով սիրված այս բանջարեղենը, խորոված, կասեմ Բադրջան բիբար, որպեսզի իր համն ու հոտը չկորցնի, իհարկե չի կորցնի, կատակ եմ անում, խորովում եմ պղպեղը և սմբուկները։ Ահան, հիմա խորովեմ, կմաքրեմ, սոխը նախապես արդեն կտրատել եմ և պատրաստեմ ընթրիքը։
Ահան, սիրելիներս, կացայի մեջ լցրեցի ձետ, մի քիչ սոխը տապակվեց, կտրել էի կիսալուսնաձև և պահածոյացված լոլիկը կտրատեցի, ահան, հիմա միասին տապակվեցին մի թեթև, մինչև այդ ընթացքում ես մաքրում էի սմբուկը և պղպեղները, պղպեղները կտրել եմ երկարությամբ, այդպես մենք ավելի շատ ենք սիրում, տարբերություն չկա, կտրեք ոնց որ դուք ուզում եք, ահան, հիմա թեթև խառնում եմ, կհամեմեմ աղով, պղպեղով, և վերջում էլ կանաչիկ ավելացնեմ և նաև ավելացնում եմ ես մի քիչ սխտոր, դա ցանկությամբ, եթե դուք չեք ավելացնում կամ եթե դեռ չեք փորձեք, ստացվում է շատ համեղ։ Ահա սիրելիներս, բանջարեղեն արդեն պատրաստ է, դրեցի մի կողմ և տանը ունեի խոզի փափկամիս, հիմա սա էլ կտապակեմ և կմատուցեմ բանջարեղենի հետ և ստացվեց այսպիսի ընթրիք, նաև շատ հարմար է բերերիք տանելու համար։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի ճաշացանկ, այսպիսի մենյու, կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար, շատ չեք մտահոգվի, թե ինչ եփել այդ օրը։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս և ասում եմ կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։